Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մահազանգին արձագանք է, ասեք ինչ է ներկանա Հաչատեյան ազգումն է, մալացի պետտեղակալ։ Մալացի պետտեղակալ, ես Վարդան Ալվանով, Հաստավան Հաչել է, պարով Հաչետերով չէ։ Ներխուժում է տեղի ունեցել, այս տրանսպորտային միջոցը խնդրում ենք ներխուժումը վերացնենք հանեք այստեղից։ Ներխուժում որտեղ է տեղի։ Սեփականության իրավունքով պատկանող տարածքում ներխուժում է տեղի ունեցել, դες ներկայացնեմ սեփականության իրավունքով վկայակիրը։ Այո, իհարկե։ Եվ հատակագիծը, որովհետև հստակ երևում է, որ այս տարածքը սեփականության իրավունքով Ձեր ազգանունը ոնց է։ Վարդան Ալոյան։ Պարոն Վարդան, ուրեմն սենց Ալոյան։ Ալոյան։ Այո։ Պարոն Ալոյան, ուրեմն սենց ասեմ, ես մանրամասները դուք հայտնել եք ամեն ինչի վերաբերյալ, ես այդտեղ կոնկրետ ներխուժում կհամարվեր են ամեն ինչը, եթե պարից պապած լիներ տարածքը, սահմանազատված է սահմանազատված լիներ տարածքը հենց հիմա կարող եք տեսնել սահմանազատված է։ Այստեղ ամեն ոք կարող է մտել այս տարածք, կարող է դուրս գալ այս տարածք։ Շատ լավ, բայց ամեն ոք չի կարող գույքը վնասել, դրա համար կանչել են ոստիկանությունը կազանգել, որպեսզի ներխուժումը վերացնեն։ Այստեղ ներխուժում ես չեմ տեսնում արգելիս։ Իսկ ինչ վերաբերում է գույքին, գույքի հետ կապված քաղաքապետարանի ներկայացումը կներկայացնի ինչն է պատճառը, այդ պատճառը մոտենան ներկայացնի ինչ են անում, հասկանանք իրավական հիմք ունեն, թե չունեն ու իրավունք ունեն, թե չունեն։ Պաստառների հետ կներկայացնեք, խնդիրը որն է։ Պետական տեղադրված արտաքին գովազդներ են, մեր ավարտանը 36 որոշման 2009 թվականի 33-րդ կետի համաձայն տեղականի կառավարման կոնկրետ Երևանի քաղաքապետարանը իրավասու առանց տնտեսվարողին տեղեկացնելու ապամոնտաժելու ինքնական տեղադրված գովազդներ։ Նախ եկեք արձանագրենք, որ սա չի հանդիսանում գովազդ, սա իրազեկման ակցիա է, գովազդի մասին օրենքով սահմանված կարգով հստակ նախատեսված է, թե ինչն է հանդիսանում գովազդ։ Սա գովազդ չի հանդիսանում։ Մեկ, երկրորդը, մեր տարածքը ամբողջությամբ սահմանազատված է, ես տրանսպորտային միջոցներ մտնելու համար էլ արգելափակոց անցամ, որպեսզի մուտք գործեն։ Հիմա մենք խնդրում ենք ոստիկանությանը կառավարության որոշման սահմանված կարգով վերացնել ներխուժումը, մասնավորապես այս տեխնիկան այստեղից հանել, նաև այն աշխատակիցները քաղաքապետարանի, ովքեր եկել են այս պաստառները ապամոնտաժելու, իրանց նույնպես տարածքից հանել, վերացնել ներխուժումը։ Հասկացած ես, պարոն Ալոյան ջան, ուրեմն եթե մեր գործողությունների մեջ քաղաքապետարանի կամ ոստիկանության արձագանքի մեջ տեսնում եք որևիցե այլ նկատառումներ կարող եք մոտենալ եւ հաղորդում ներկայացնել վերողյալի կապակցությամբ։ Խնդիրը հետեւյալն է։ Ուրեմն իմ հորդորն է, իմ խնդրանքն է չխոչընդոտել Այստեղ խոչընդոտում երևի 3 օրվա ընթացքում տեսել եք, որ որևէ տեղ, որևէ ձև ֆիզիկական կամ որևէ այլ կերպ խոչընդոտում տեղի չունեցավ, խոսքը գնում է հասարակական կարգը ապահովում։ Այստեղ խնդիրը հետևյալն է, պարոն Խաչատրյան։ Մենք հիմա ինչ ենք ասում ենք, օքեյ, մենք թեկուզ ապօրինի ենք անում քաղաքապետարանի մասին է խոսքը, էլի, կամ ոստիկանության գործողությունները լավ իրավաչափ չի, ոչինչ, թողեք մենք անենք, թող այս պաստառները հանենք, Սամվել Կարապետյանի լուսանկարը այստեղից հանենք, կարևորը հանենք, մեր առաջ դրված խնդիրը րոպե առաջ այդ լուսանկարները այստեղից հանելը։ Հետո դուք գնացեք կողոքարկեք իրավաչափ կլինի, չի լինի տարիներ հետո ինչ կունենաք։ Այդ ընդունելի մոտեցում չի, հենց հիմա ակնհայտ երևում է, որ տարածքը սահմանազատված է։ Այս տարածքը հենց այնպես ոչ մեկ չի կարող։ Մարդիկ ասում են, որ ապօրինություն է տեղի ունենում։ Դուք հիմա ասում եք, ոնց մարզպանեն ասեք գնա Արգելիս մեկ մի կողմ են գնում, գործողություն են կատարում, գործողությունից հետ կապված ես այն ամեն ինչ ներկայացրեցի ձեզ։ Մնացած հարցերով կմոտենաք, կբողոքարկեք, կհարուցվի, քննությունը Պարոն Խաչատրյան, ակնհայտ է։ Մի կողմի կամեն ասում եմ, տարածքը ակնհայտ երևում է, որ սահմանազատված է։ ֆունկցիան իմ խնդրանքն է, որ չխոչընդոտենք որևիցս մեկը մեկին, առանձնանանք Այսինքն հիմա ապօրինությանը չխոչընդոտեք։ Ստեղ ապօրինություն ո՞րն է։ Ապօրինություն քաղաքապետարանի գործողություններն են, որտեղ գովազդ չհանդիսացողնուտը գործում է գովազդի հոդվածի հիման վրա հանել։ Գովազդ չհանդիսացող նյութը, այստեղ ամենակարևոր շեշտադրումն էս մեկը դա է։ Ոսկե բացատրեք դա պարոն Առաքել։ Տեսեք, գովազդի մասին օրենսդրությամբ կարգավորման թե որն է գովազդ, որը չէ։ Դե հարցը արգելի հաստատմանը ու այլ կարծիք ունի, որ դա գովազդ չի։ Բայց մենք հիմնավորել ենք, որ գովազդի մասին օրենքով սա գովազդ։ Դուք հիմնավորել եք որտեղ։ Երեք առաջի օրը Որտեղ եք հիմնավորել էլի։ Ուղղակի բանավոր խոսքերը պրոստը եկել եք, ասում եք հանում ենք ու վեր։ Հիմնավորում որևէ որոշում, որևէ իրավական ակտ, որևէ բան գոյություն չունի, ուղղակի բանավոր կարծիք ինչ որ մեկի մտքերն է, որ այո, կարելի է սա դիտարկել որպես գովազդ եւ գնալ հանել։ Ընդհանրապես սա, այստեղ խնդիրը այստեղ է բան անգամն ենք հանդիպում, երրորդ անգամը ձեզ ներկայացվել է եւ գովազդի մասին օրենքը եւ Երևան քաղաքի ավականու որոշումը, որը գովազդի մասին համապատասխան օրենքի համապատասխան կետով լիազորումը յուրաքանչյուր համայնքի ավականու իր համայնքում արտաքին գովազդի տեղադրման կանոններն ու չափորոշիչները սահմանելու։ Այդ սահմանված չափորոշիչների եւ կանոնների հիման վրա
33-րդ կետի հիման վրա, եթե կա ինքնական տեղադրված գովազդ կամ գովազդի միջոց, համայնքը իրավասու է, կոնկրետ Երևանի քաղաքապետարանը իրավասու է ապամոնտաժելու ինքնական տեղադրված գովազդը կամ գովազդի միջոցը։ Պարոն Ավագելյան, վերջի օրերի ընթացքում քանի նման պաստառ եք հանել, որ չի պատկանում Սամվել Կարապետյանի այս իրազեկման ակցիային։ Եվ կասեք, սա ինչ է գովազդում։ Ապամոնտաժումը իրականացում նաև Արաբկիր վարչական Ինչ է շրջանում։ ապամոնտաժում այնտեղ, Այնտեղ էլ ուրիշ պաստառներ կամ խանութներ։ Ինքնական Ժորժան, այստեղ ամբողջ Ինչ է գովազդում։ Ինչ է այստեղ, ինչ է գովազդի մասին օրենքում ֆիքսում է թե ինչն է գովազդը։ Տեղեկատվության տարածում, այ ես չեմ լիցի դեմ գովազդի մասին։ Տեղեկատվության տարածում գովազդ է, պարոն։ Դե ֆիքսած է էլի։ Դե Ժորժան, ակնհայտ է որ դա գովազդ չի։ Պարոն Խաչատրյան, մի հատ շատ կարևոր նկատառում էլի։ Պաշտպանվածը զգան։ Կաներեք էլի։ Մարդն սպանում դուք ասում եք դիվերսիա։ Ուրեմն դուք ուրիշ բաներ եք խոսում, արգել։ Մաստեր մարդ չեն սպանում։ Պարոն Խաչատրյան, Ապօրինություն է, տրամաբանություն է։ Որ ապօրինությունն է դա բանը քննությունը կպարտի այժմ ապօրինությունը։ կներեք պարոն Խաչատրյան, մի վարքան ավա։ Ալույան ջան, կարան առանձնանանք մենք խոսենք։ Մի խանգարեք ներկայացեմ հստակ արձանագրենք։ Ես ուզում եմ մի խոսքն ասեմ, ոստիկանությունը ստեղը հասարակական կարգ ապահովելու ու պահպանելու վերացնելու։ Ներխուժման հետ կապված դուք հաղորդում եք ներկայացել ոստիկանություն, այդ ամեն ինչի կպարտի քննություն։ Ահազանգ եմ արել։ Ահազանգը դա հաղորդման մի միջոց է, հարգելիս։ Ահազանգ եմ տվել, որ այստեղ ներխուժում կա։ Ինչպես տեսակ, այս տեխնիկան որ մտավ արգելափակոցներից։ Արգելափակոցներից ով ասես կարող է մտնել։ Ով ասես կարող է մտնել, վճարովի ներս մտնող մարդիկ ընդհանրապես մտնում են վճարովի տարածք, այդտեղ խանութներից բան գնում է անգամ զվարճան տավայրից օգնում գնում են։ Ոչ մեկ չի մտնում տարածքը վնասելու։ Հիմա այս տարածքը երբ որ կվնասեն, այս պաստառները վնասելու մասին ակնհայտ հասկացա, երբ որ վնասում են ձեր գույքը, գույքի հետ կապված կարող եք դիմել հաղորդում ներկայացնել։ Հիմա պարոն Խաչատրյան, ձեր ասած այն է, որ մենք այս պայն բոլորս, այստեղ ներկա բոլորը գիտեն, որ վնասվելու է։ Բայց մենք ասում ենք թող վնասեն, գնացեք հետո ինչ կանեք։ Օրինական ճանապարհով եք փակցվել սա։ Այո։ Իսկ ինչ են պնդում, որ դա օրինական չի։ Իրանց պնդումն է, հիմա ինչի՞ պիտի իրանց պնդումը առաջնահերթ դիտարկվի։ Քննարկելու հարցը չէ, արգելից։ Քննարկելու հարցը ոչ թե փոկելուց հետո։ Ոչ թե ստեղ, այլ համապատասխան ոչ թե փոկելուց հետո պետք է դա քննարկվի, այլ պետք է քննարկվի հստակ որոշվի, որ դա մի վարքյան չէ, Ավեջան, հստակ հասկանանք։ Ավեջան չէ, եթե անեք իմաստ չունի։ Արգելի փաստաբան իմաստ չունի, եթե արգելի փաստաբան։ Մոտենանք ենքում չխանգարեն։ Հիմա մենք արդեն խոչընդոտում ենք։ Չէ, չենք խոչընդոտում։ Հենց իսկ մեր կանոնացումներով խոչընդոտում։ Պարոն Խաչատրյան, իրավունք ունեն, ուրեմն իրավունք չունենալու հետ կապված դուք հայտարարում եք, որ իրանք իրավունք ունեն։ Դուք արդեն իսկ հաղորդում եք ներկայացել։ Դուք հայտարարում եք, որ Քննությունը իրանք կպարզի։ իրավունք ունեն։ Ես խնդրում եմ այս կոմիտեով։ Մի վարքեն Ժորժան, չէ, մենք պարզենք իրանք իրավունք ունեն։ Դուք հաղորդում ներկայացել եք ճիշտ։ Ասում պետք է հասկանանք իրանք իրավունք ունեն, թե չունեն։ Իրավունք որ չունենա, այստեղ խիր եք ես։ Ապօրինին եք։ Ես հենց հիմա հայտարարում եմ։ Պարոն Առաքելյանը ձեզ ներկայացրեց, չի ինչի հիմա վրա են։ Հստակ հայտարարում եմ, որ իրանք գործողությունները ապօրինի է, պարոն Խաչատրյան։ Ապօրինի Ես հստակ հաղորդումը հայտարարում եմ։ ներկայացրեց, մնացած հանգամանքները կպարզվեն։ Եթե ապօրինի այս մարդիկ պատժվեն, չկանխի սահմաններում։ Հենց հիմա ապօրինությունը չկանխենք, ասենք եկեք գնանք, հետո Այս ապօրինություն ստեղ չեն Պարոն տեսնում։ Խաչատրյան, ես հստակ տեսեք քարտեզ։ Ես քարտեզը Այստեղ հստակ է ու տարածքն էլ ամբողջությամբ սահմանազատված է, ինչպես տեսակ։ Սահմանազատված չի, փակ չի տարածքը, որը որ ձեր Տարածքը կարող են տեխնիկան կարող են մուտք գործել բացառապես սահմանված նշված որտեղ արգելափակոց է դրված եւ ֆիքսվում է նշված տարածք, տրանսպորտային միջոցն է։ նշված տարածք, ով ասես կարող է։ Ով ասես կարող է մտնել, մեր թույլտվությամբ եթե մենք ոչ չեն կարող։ Քանի որ սա Այստեղ շատ կարևոր վճարովի ավտոկայանը Ճավի ավտոկանատերի իմաստը ոչ թե մտնել գույքը վնասելն է, այլ ավտոկայանը վնասելու դեպքում հարգելիս հենց հիմա փորձ է կատարվում որ գույքը վնասելու։ Ուրեմն ասում եք թող վնասեն, հետո ապամոնտաժումը այն ձեր հատուցված գովազդը ոնց որ ասեց չի սա։ Մեզ ներկայացնում եք գովազդը խավարկացավ որ քաղաքապետան ինչ ասի դա է ճիշտը։ Այդ շատ վատ մոտեցում է, բան Խաչատրյան, չի կարելի ասել եթե ճիշտ ու սխալի հարցը չեն որոշում։ Հիմա իրանք ասում են գովազդը, ես ոստիկանության ներկայացուցիչ եմ։ Դուք հայտնում եք ձեր, ասենք ամեն ինչը, որը որ վնասում են կամ չգիտեմ, օգում է։ Դա կապված դադարեցնել միջև վերջացնենք, տղեկ։ Չէ, ձեր գործը արեք։ Պարոն Խաչատրյան, դուք հաղորդումը ներկայացրել եք, ասում եք որ ներխուժում չկա այստեղ։ Այո։ Եվ ասում եք որ քաղաքապետարանի գործողություններն օրինաչափ է, դրա համար անօրինաչափը կպարզի քննություն։ Եթե մի վարք են, ձեր հաղորդումը դուք վստահ եք որ իրենց գործողությունները օրինաչափ են, բայց արգելից նորից եմ ասում, ես ստեղ հասարակական կարգի հասարակական կարգը պահելու համար ինչ վերաբերում է, ես հրա չեմ կարող դուրս հրավիրել։ սեփականները ձեզ լիազորում են։ Հավաքանու որոշ